Ընդհանրապես տարբեր երկրներում կարող են իրար ամեն ձև ողջունել, բայց ես տեղյակ չեմ, որ այսօր ողջունի միջազգային օրն է։ Տարբեր երկրներում ճիշտն ասած գիտեմ, որ դե Ռուսաստանում պրիվետ տարբերակն է, Հայաստանում ողջույն, բարև, պրիվ արդեն ժամանակակից տարբերակն է։ Ամերիկայում Hi, hello։ Hi, hello։ Հայաստանում պատմում են համարյա, Իսպանիայում նույնպես երկու հատ, Ճապոնիայում խոնարհվում են։ Դե ամենաընդունվածը շարժում էր, ամենաընդունվածը ձեռքով։ Ես կարևոր իմ մայրենիին տիրապետում եմ, այդքան ինձ բավարարում է ամբողջովին։ Ես չէ, տեղյակ չէ։ Կարող են թեկուզ համբույրի միջոցով ողջուրել, բարևը ինչպես բարևում են, տարբեր միջոցներ կան ողջունելու։ Դե հայ տղաների մոտ ընդունված է պաչիկով բարևը, որը շատ սխալ է մեզ, որովհետև դա իմ կարծիքով սխալ է ու տհաճ անցորդների կամ ընդհանրապես ուրիշների համար։ Հիմա ճիշտ չի, եթե երկար ժամանակ չես տեսել կարելի է ողջագուրվել կամ հիմա տես չարժի ամեն օր տեսնելուց տես պաչիկով բարևել ճիշտ չէ երևի։ Բավական տգեղ է ինքը երևույթը նորից, բայց կախված է ամեն ինչը նրանից, թե ինչպես է մատուցվում։ Այսինքն կա դրա լավ ձև, պաչիկովը հարաբերական է նույն փաթաթվելը, հա, երբ որ ողջագուրվում ես, կարելի է այդպես ընդունել, բայց նաև կարելի է այլ կերպ ընդունել։ Օրինակ երկար ձայները արձակելով դա շատ նողկալի վիճակ է, իրոք զզվելի վիճակ է։ Ճիշտ ասած, ես դա ընդհանրապես չեմ համարում ինչ-որ դրական քայլ, ուղղակի սազական չի, եթե ինչ-որ ձև աղջիկներին սազում է, պատղաներին չգիտեմ, երևի չէ, սազական չի տղաներին։ Պաչել, ամեն օր ճիշտ չի, բայց որ ընկերոջդ շուտ բանից չես տենում, արժի էլի այդ դեպքում, բայց ամեն օր պաչիկով բան, դա այդքան էլ ճիշտ չի։